Ինչպես հայտնի է, նախորդ տարի մենք որոշակի փոփոխություններ կատարեցինք եկամտային հարկի հայտարարագրման համակարգում եւ համակարգը էականորեն պարզեցվեց, ինչ առումով, որ ներդրվեց հայտարարագրերի ինքնաշխատ լրացման համակարգ։ Այս համակարգի շրջանակում ինչ է իրանից ներկայացնում, որ հայտարարատուները, ովքեր կարիք չունեն հայտարարագրում փոփոխություններ կատարել, իրենք պարտադիր չի, որ մուտք գործեն համակարգ եւ ստորագրեն հայտարարագրերը։ Այս դեպքում հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետում հայտարարագրը համարվում է ներկայացված հարկային մարմին։ Այս շրջանակներում մենք նաև սահմանեցինք, որ ընտանիքի անդամների միջև կատարվող փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն եւ երկրորդ բանը սահմանեցինք, որ կառավարությունը կարող է սահմանել այնպիսի եկամտի տեսակներ եւ շեմեր, որոնք նույնպես հայտարարագրման ենթակա չեն։ Այս որոշումը վերաբերվում է հենց այդ եկամտի տեսակներին եւ շեմերին։ Հավանության է արժանացել որոշումը 3 կառավարության նիստում եւ որոշումը բաղկացած է 2 հավելվածից, որոնցից առաջինում սահմանված են եկամտի տեսակներ, որոնք առանց շեմի հայտարարագրման ենթակա չեն, օրինակ դրանցից է ստացվող վարկերի գումարները կամ ժառանգության եւ նվիրատվության կարգով ներողություն շեմի սահմաններում է եւ երկրորդ հավելվածը, որով սահմանեցինք այնպիսի եկամուտներ, որոնք որ որոշակի շեմը չգերազանցելու դեպքում միանվագ գործարքների կրկին հայտարարագրման ենթակա չեն։ Այդ եկամուտներից են օրինակ ժառանգության կամ նվիրատվության կարգով ոչ ընտանիքի անդամ հանդիսացող անձանցից ստացվող գումարները կամ ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող մինչև 1 միլիոն դրամը չգերազանցող գումարները եւ այսպես շարունակ։ Տեսակները ըստ էության կառավարության որոշմամբ հստակ սահմանված են եւ ըստ անհրաժեշտության մեր քաղաքացիները կարող են ծանոթանալ, թե խոսքը որ եկամտի տեսակներին է վերաբերում։ Կնշեք այս փոփոխության համար ինչն է հիմք հանդիսացել, ինչու որոշեցիք մինչև 1 միլիոն դրամ գումարների փոխանցումը չհայտարարման ենթակա եկամուտների շարունակել։ Հիմնական նպատակը համակարգը հնարավորինս պարզեցնելն է եւ մեր քաղաքացիների համար հայտարարագրերի ներկայացման գործընթացում ավելի հեշտ համակարգի հետ շփվելն է։ Եվ այս առումով մեր կարծիքով 1 միլիոն դրամը այն եւ խոսում ենք 1 միլիոն դրամի մասին, դա միանվագ գործարքներն են, եթե 1 միլիոն դրամը գերազանցում է, դա նշանակում է, որ այդ եկամուտները հայտարարագրման ենթակա են, այսինքն այն ավելի փոքր դեպքերը, որ հաճախ մեր պրակտիկայում տեղի են ունենում ֆիզիկական անձ գործարքներին, մենք փորձել ենք սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն, ինչի արդյունքում մեր քաղաքացիներին ծանրաբեռնվածությունը համակարգի ավելի հեշտ դարձնելը համակարգն ավելի մաչելի է դառնում քաղաքացիների համար։ 1 միլիոն դրամը տարեկան կտրված թե ամսական։ Ինքը միանվագ գործարքներին է վերաբերվում։ Տարեկան կամ ամսական երևույթ ստեղ չունենք, այսինքն եթե օրինակ մեկ օրինակ բերեմ, էլի, եթե որևէ ոչ առևտրային կազմակերպությունից անձը ստացել է 500,000 դրամ, նույնիսկ մեկ ամսվա ընթացքում 3 անգամ, դա կարող է չհայտարարել, որովհետև մեկ անգամյա գործարքի արժեքը չի գերազանցել 1 միլիոն դրամը։ Բայց եթե օրինակ ամբողջ տարվա ընթացքում մեկ անգամյա գործարքով ստացված եկամուտները գերազանցել են 1 միլիոն դրամը, դա արդեն իսկ հայտարարագրման ենթակա է։ Այսինքն կարիք չկա, այս առումով էլ էլի համակարգը պարզեցվում, որ կարիք չկա քաղաքացիներին տվյալ եկամուտների մասով հաշվառում վարել, որ արդյոք ամբողջ տարվա ընթացքում եկամուտների հանրագումարը գերազանցել է 1 միլիոն դրամը, թե ոչ։
ուղղակի պետք է նայել յուրաքանչյուր գործարք առանձին։ Եթե տվյալ գործարքը 1 միլիոն դրամը գերազանցել է, ապա հայտարարագրման ենթակա կլինի, եթե ոչ, ոչ։ Եթե օրինակ 1 ամսվա ընթացքում ես ընտանիքի անդամ չհանդիսացող անձից մեկից 300,000, մեկից 500,000, մեկից 800,000 եւ բոլորի հանրագումարը 1 միլիոնի գերազանցում է, ես դրանք հայտարարել եմ։ Դրանք կարող են չհայտարարել, ոչ։ Բայց այսպիսի մի հատ կարգավորում էլ ունենք, եթե ֆիզիկական անձը ցանկանում է, ապա իր ցանկությամբ կարող է բոլորը հայտարարել։ Բայց պարտադիր չի, եթե կրկնվեմ, եթե գործարքը մեկ անգամյա չի գերազանցում 1 միլիոն դրամը, ապա կարող է չհայտարարվել։ Իսկ հաշվի առնելով, որ տարվա կտրվածքով դա կարող է մեծ գումար կազմել, դուք այստեղ ռիսկեր տեսնում եք։ Ռիսկեր որպես այդպիսին ոչ, այստեղ մի կարևոր հանգամանք ես նշեմ, որ խոսքը վերաբերվում է այնպիսի եկամուտներին, որոնք որ չհարկվող եկամուտներ են։ Այսինքն եւ արդից օգտվելով մի փոքր մեր արկա համակարգը նկարագրեմ, ինչպիսին է, որ ավելի հեշտ լինի կողմնորոշվելը, ունենք երկու հիմնական եկամուտների տեսակներ։ Եկամուտներ, որոնք որ հարկվող են, այսինքն եկամուտը ստանալուց հարկային պարտավորություն է առաջանում։ Այս կարգավորումները դրանց չեն վերաբերվում։ Այսինքն այն դեպքերում, երբ որ հարկային պարտավորություն պետք է առաջանա, իրանք այդ եկամուտները ցանկացած պարագայում հայտարարման ենթակա են եւ այդտեղից հաշվարկվելու է հարկեր, վճարվելու է։ Երկրորդ մասով ունենք եկամուտներ, որոնցից հարկային պարտավորություններ չեն առաջանում։ Իրենք չհարկվող եկամուտներ են կոչվում։ Այս կարգավորումները վերաբերվում են այդ չհարկվող եկամուտներին։ Մի քանի տեսակներ կնշեք չհարկվող եկամուտ։ Օրինակ իմ բարեկամը արտերկրից ինձ գումար է փոխանցում, դա է, չգիտեմ, ինչ տեսակներ։ Բազմաթիվ են այդ եկամուտների տեսակները։ Այստեղ որ խոսեցինք, հենց դրանք չհարկվող են, բայց այլ եկամուտներ ունենք, օրինակ նպաստներ, կենսաթոշակներ, ֆիզիկական անձի կողմից այլ ֆիզիկական անձին գույքի վաճառք։ Օրինակ մեկ անձ իր ավտոմեքենան վաճառում է մեկ այլ ֆիզիկական անձի կամ բնակարանը վաճառում է մեկ այլ ֆիզիկական անձի, այդ բոլորը չհարկվող եկամուտներ են։ Եվ այս մեր կարգավորումները վերաբերվում են հենց այդ տեսակի եկամուտներին, թե որ մասն է դրանցից հայտարարման ենթակա, իսկ որ մասը ոչ։ Այստեղ էլ ինչպիսի համակարգ ունենք, որ չհարկվող եկամուտների մի մասը հայտարարման ենթակա է, անկախ շեմից եւ տեսակից, մի մասը հայտարարման ենթակա չէ, անկախ շեմից եւ եկամուտի տեսակներ շեմի սահմաններում։ Այսինքն պետք է նայել արդյոք այդ եկամուտը այս 3 խմբերի մեջ որտեղ է ներառված։ Իսկ վերահսկող մարմինը բավարար գործիքակազմ ունի, ամեն դեպքում վերահսկելու կամ ուսումնասիրելու, նույնիսկ եթե հայտարարման ենթակա եկամուտները այս դրույթի տակ անցկացնելու ռիսկեր լինեն։ Օրինակ մարդը որևէ հարսանիքին հանդիսավար է աշխատել, կլորի գումար է վերցնում եւ դա օրինակ, չգիտեմ, ներկայացնում է այս մինչեւ 1 միլիոնի տակ։ Այդ խնդիրը այսպես ասեմ, անկախ էս շեմերից մշտապես արկա է եւ այս առումով նաեւ օրինակ հայտարարման համակարգի ներդրման նպատակներից էր, մենք մի քանի տարի առաջ որ համակարգը ներդրեցինք, մի շարք նպատակների շարքում նաև նպատակը նա էր, որ ձևավորենք հարկ վճարելու մշակույթ, պետության հետ հաղորդակցվելու մշակույթ եւ ստեղ ավելի շատ մենք պետք է ապավինենք ոնց որ մեր քաղաքացիների ինքնահայտարարման մշակույթի ձևավորմանը։ Իհարկե կան բազմաթիվ գործիքակազմեր օրենսդրությամբ սահմանված, որոնք որ հարկային մարմինը կիրառում է, օրինակ երրորդ անձանցի ստացվող տեղեկություններ, տարբեր ուսումնասիրություններ, բայց մենք էլ ենք հասկանում, որ իհարկե գործնականում կան բազմաթիվ եկամուտներ ու կյանքի տարբեր իրավիճակներ, որ շատ դժվար է տվյալ
եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն ստանալը։ Բայց կարծում ենք, որ աստիճանաբար մեր հասարակության մոտ այդ մշակույթը կձևավորվի։ Շատ լավ, լրագրողներից հարցեր ունենք, խնդրում են մեկ անգամ արդեն հարցին հնչեցնել, խնդրում են մեկ անգամ եւս հստակեցնել, այսինքն մինչև 1 միլիոն դրամը վերաբերում է մեկ գործարքին, ինչպես դա արվում էր 300,000 դրամի։ Այո։ Շատ լավ։ Այստեղ ներողություն, այստեղ փոփոխություն չունենք գործարքի առումով, այլ շեմն ենք բարձրացրել նույնիսկ 300,000 ըստ էության դարձել է 1 միլիոն դրամ։ Շատ լավ։ Ինչ կարգավորումներ են լինելու աշխատանքային միգրանտների դեպքում, նրանք կամ նրանց հարազատները պիտի հայտարարեն եկամուտը կամ փոխանցումը, թե լինելու է որևէ սահմանաչափ ու հարկվելու են այդ գումարները։ Տեսեք, այս մասով էական փոփոխություն չունենք, որովհետև երբ խոսում ենք աշխատանքային միգրանտների մասին, ըստ էության հիմնական այն դեպքը մեր կյանքում տեղի ունեցող ինչն է, որ ընտանիքի անդամներից մեկը, օրինակ ամուսինը, այլ երկրում աշխատում է եւ գումար է փոխանցում իր ընտանիքի անդամներին։ Այս մասով հարկային օրենսգրքով ենք մենք սահմանել եւ նախորդ տարի հոկտեմբերին ընդունված, որ ընտանիքի անդամների միջև փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։ Իրանք ըստ էության նույնիսկ նվազեցվող էին եւ շարունակվում են նվազեցվող համարվել նվիրատվության շուրջ որպես նվիրատվություն ստացվող գումարների շրջանակներում եւ այս որոշմամբ այդ մասով փոփոխություն չունենք, որտեվ արդեն օրենքում դա ամրագրված է, թե ովքեր են համարվում ընտանիքի անդամներ եւ որ ընտանիքի անդամների միջև կատարվող փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։ Շատ